Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 2-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 2-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը նորություն կլսեք առավոտյան, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայովլի կլինեք և հեռախոսազանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար։ Նորությունը հեռախոսազանգի միջոցով եք լսում։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 2-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, այդ օրը ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, նաև այստեղ հնարավոր է, որ ձեր սիրելից մի փոքր նեղվում եք, կամ ինչ-որ մի բան է հիասթափվում եք օրվա ընթացքում, ինչ-որ մեկից էլ նաև կարող հիասթափվել, բայց նաև չի բացառվում, որ ձեր սիրելիից է, եթե հատկապես ոնց որ նոր եք ծանոթացել, հա, հատկապես հենց այդ մարդիկ ավելի շատ կարող են հիասթափվել։ Նաև այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, ունեք թաքուն սիրավեպ, ունեք թաքուն գործողություններ, որոնք որ անում եք, նաև ոմանք օրվա ընթացքում կցանկանան պարկել, քնել, հանգստանալ, ոմանց համար է սա ինտիմ հարաբերությունները։
Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, եւ հենց ինչ-որ մի բան է, սա կարող բացահայտվում է, գիտեք, որ ինչ-որ մեկը կա, ինչ-որ մեկը կա իր կյանքում, կամ օրինակ ամուսնացած էր, եւ դուք չգիտեք դե մար հիասթափվում եք, ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Միշտ ապեք ոչ մի քայլ անել շատ արագ։ Նաև ոմանք կգնան ինչ-որ միտեղ երկար կմնան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 2-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ոչ է գաղտնիք է բացահայտվելու, բայց կարծես թե դա տհաճ պահեր կան այստեղ։ Նաև սուտ կա, միգուցե սուտն է բացահայտվում դրա համար, ինչ որ տհաճ պահեր են այստեղ։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, որ կուրախանաք, նաև ոմանք գումարի մասին կխոսեն, գումար կվճարեն, գումար կծախսեք։ Միգուցե ինչ-որ մի բանը նաև գումարի հետ է կապված, այս սուտը կամ դա երջանկությունը դա գումարի հետ կապված չի։ Եթե արժեք եք ասում դիմացինը համաձայնվում է ամենայն դեպս այդ օրը, կարծես թե այդ գումարը դեռ չեք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 2-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բայց կարող հիասթափվել այստեղ։
գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, բայց այստեղ սուտ կա եւ դուք ինքներդ էլ եք տատանվում, դրա համար եք ինչ-որ միջով կարող է ոնց որ ասում եմ ժամանական իմաստ կորցրեցի, գնացի հանդիպման կամ այդքան խոսեցի հետը միևնույնն է, ոնց որ դատարկ էր։ Ինչ որ սուտ կա, ինչ որ բան կա, որից հետո սկսում եք տատանվել, այդ գործնական խոսակցությունը այդքան էլ ձեզ դուր չի գալիս։ Գուցե դրանից եք հիասթափվում։ Ոմանք այդ օր աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ որ հարցեր կան, այստեղ կարող է դա է, հա, չեք կարողանում այդ օր աշխատանք դեռ գտնել, դրա համար եք հիասթափվում։ Ոմանց մոտ էլ կարող եք աշխատանք գտնել, դրա համար էլ երջանիկ եք։ Շատ գործ կարող եք ունենալ, շատ պատվերներ կարող եք ունենալ, հանդիպում եք նաև պետական աշխատողի հետ, պետական հիմնարկության հետ կապված գործեր ունեք, որոնք որ պետք է անեք, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, միգուցե երեխաներին դժվարանում եք գրանցել, որ չէ, հա, ինչ որ ծառայություններում, չգիտեմ ինչ բաներ են ստեղծել, որ երեխաներին պետք է այդպես օնլայն գրանցել դպրոց, մանկապարտեզ եւ այլն։ Եվ ընդհանրապես օրը ձեր ձեռքում այս շատ բան հենց ձեզանից է կախված, թե ինչպես կանեք, ինչ կանեք, նյարդայնանաք ինչ-որ մի բանի վրա, կտխրեք, այդ ամեն ինչը ձեզանից է կախված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 2-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը երկակի է, ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, ինչ-որ մի բան ձեզ ուրախացնում է։ Դե ցավը նաև կարող է լինել այն, որ օրինակ ինչ-որ միտեղից ինչ-որ բան եք լսում, դա ձեզ չի վերաբերվում։ Մյուս կողմից է ուրախ եք, տրամադրությունը բարձր է, ճանապարհի հետ կապված տատանվում եք, մտածում եք, մտքերի մեջ եք, գուցե գնաք, չգնաք կամ ասեք տունն եմ, գանդ ձեր տուն թե ոչ, որտեվ եւ այստեղ դուք պետք է գնաք եւ կարող է ձեզ մոտ են գալիս։ Նաեւ այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերին։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 2-ին։
Հարգելի օձեր, այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև վերջնական որոշում կկայացնեք, հեռախոսազանգունեք կամ կարողանում եք կապ հաստատել այդ մարդու հետ, դրա համար ոնց որ հաղթանակը ձեր կողմից է, այսինքն ի վերջո կարողանում եք խոսել, պայմանավորվել ինչի շուրջ որ ուզում եք, կամ նաև սա իմանում եք, որ ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվել, ինչ-որ մի բան ձեզ համար շատ լավ է։ Նաև նվեր կստանաք կամ դուք նվեր կգնեք ինչ-որ մեկի համար, նվեր կտաք, հուզված եք բավականին շատ, միգուցե նաև արտասվում եք։ Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, որ ամեն ամիս լինում է, այդ ամիս եւս կլինի, կարող է ալիմենտ եք ստանում, կարող է նաև վճարում եք դուք կամ գնում եք բժշկի հղիության հետ կապված, մի խոսքով ինչ-որ մի բան է երեխաների հետ է կապված ամեն ամսվա կամ վերջին մեկ ամսվա այդ լարված պահերը, ինչ-որ հարցեր եւ այլն երեխաների հետ կապված կամ ընտանեկան ինչ-որ պահեր էին, ապա դա կարող է ավարտվել կամ նոր է սկսվում։ Իմանում եք օրինակ, որ հղի եք եւ նոր եք սկսում, ինչ-որ ամեն ամսվա ցիկլեր, որ պետք է գնաք բժշկի։ Ոմանք ճանապարհ կգնան, նաեւ կարող է ինչ-որ մարդիկ ձեզ մոտ գան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հունիսի 2-ին։ Հարգելի ձեր, այդ օրը առավոտյան տատանվում եք ինչ-որ մի բան ծանոթ հետև եք անում, ընտրության առջև եք կանգնած, գումար եք ստանալու, հույսով լցված եք, միգուցե հույսով սպասում եք գումարին եւ գումարը ստանում եք ի վերջո, հույսով սպասում եք ինչ-որ բանի եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 2-ին։
Հարգելի այծեր, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, ունեք թաքուն գործողություններ, նաև նվեր կստանաք կամ դուք կնվիրեք ինչ-որ մի բան դիմացինին, նորություն կլսեք, հեռախոսազանգ կունենաք, որտեղ կիմանաք ինչ-որ ձեր ցանկությամբ է կամ դուք ցանկանում եք, որ այդ հեռախոսազանգը ստանաք կամ այնտեղից ինչ-որ մի բան կլսեք, որը ձեր ցանկությունները կիրականացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 2-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև շատ աշխատանք կունենաք, աշխատանքի կընդունվեք, հանդիպեք պետական աշխատողի հետ, նաև աշխատանքի մասին կխոսեք, աշխատելու մասին կխոսեք, աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ կքննարկեք, կլուծեք ինչ-որ հարցեր։ Տան հետ կապված ինչ-որ պահեր են, որոնք յուրաքանչյուր ամիս անում եք, այդ ամիս եւս կլինի, նաև դա կարող է լինել ինչ-որ առիթ է կամ տան վարձ եք տալիս կամ տարածքի վարձ եք տալիս, նաև կամ ձեզ են տալիս տարածքի վարձ, այդպես կարող եք ստանալ նաև գումար կամ ինչ-որ մի բան, կամ ինչ-որ բան է, որ յուրաքանչյուր ամիս անում եք, տան հետ կապված է, չգիտեմ, գուցե առիթ է, գուցե ամեն ամիս այդ օր ինչ-որ բան եք նշում, շատ հավանական է, չի բացառվում։ Եվ Ոյցեն հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք։ Պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ գործեր ունեք, որոնք որ թաքուն գործեր են, թաքուն գործողություններ են, միգուցե հիվանդության հետ կա, ինչ-որ բժշկականի հետ կապված է, միգուցե կոսմետիկ ինչ-որ պրոցեդուրաների հետ է կապված, որ անում եք եւ ոչ ոքին չեք ասում, կամ ուղղակի ինչ-որ պետական տեղ է, որտեղ գործողություններ եք անում աշխատողի հետ թաքուն։ Հուզված եք, միգուցե նաև արտասվում եք, միգուցե ուղղակի ինչ-որ մի բանից եք հուզվել, այստեղ կարող է գումարից կամ պետական հիմնարկությունից եւ ճանապարհ այստեղ տհաճ է, կամ ձեզ մոտ են գալիս ինչ-որ մարդիկ, ովքեր որ տհաճ են, չեք ուզում գան, կամ դուք եք գնում ճանապարհ, դա ուշադիր եղեք, որպեսզի ճանապարհին տհաճ պահեր չլինեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակահաղներին։
Ինչ է սպասվում աքաղներին հունիսի 2-ին։ Հարգելի աքաղներ, բավականին շատ իրադարձություններ ունեք, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լցված եք, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք բաժանվել, հեռանալ, այդպես կարող է ապրանք է տալիս եք գնում է։ Տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք կամ ինչ-որ հարցեր են, որոնք տանն է վերաբերում, պետք է լուծեք։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք կայցելեք նաև դա կարող է բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, իդեպ ես գնալու եմ, ես հեսա կտեղադրեմ Facebook-ում, չգիտեմ ինչպես եմ այդ օրերին քարտեր անելու, որովհետև հաջորդ շաբաթ հենց այսպես, ամսի 1-2-ին բավականին զբաղված եմ լինելու, տեսնենք օրը ուշ եմ մտնում և հավանական է, որ քարտերը կանեմ։ Հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույսով հույս ներդրեք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, գումար կստանաք, հանկարծակի լուր կլսեք, երեխաների հետ կապված ինչ-որ հարցեր են, ընտանեկան հարցեր են, նաև որոնք պետք է լուծեք, նաև դա կարող է լինել ընտանիքի անդամների հետ կապված, ինչ-որ մի բան է, նաև ոմանց մոտ հղիություն է, ծննդաբերություն է, թոռները կգան, երեխաները կգան, միգուցե դա է ուրախության պատճառը, որ գալիս են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հունիսի 2-ին։ Հարգելի շներ, այդ օրը հույսով սպասում եք, հույսն ինչ-որ ժամ եք պայմանավորվել և հույսով եք, որ չեք ուշանա կամ դիմացինը չի ուշանա, կամ ճիշտ ժամանակին կլինի ամեն ինչ, կամ հույսով եք, որ կկարողանաք հանդիպում վերցնել, այսինքն ժամ վերցնել ինչ-որ մեկի հետ։
Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Գումար կստանաք, հաջողություն ունեք, նաև եթե վախենում եք ժամի հետ կապված, ապա ոչ մի խնդիր չկա, հաջողություն ունեք, այնպես որ թեկուզ ինչի համար էլ որ հանդիպում եք, դա եւս հաջողություն ձեզ կբերի։ Որ իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, այդ օրը եւս կկատարվի, նաև նոր սկսվող ինչ-որ ցիկլ է կամ ավարտվում է դա։ Մեկ ամիս է ինչ-որ մեկի գործի վրա եք աշխատում եւ հիմա արդեն տալիս եք գնում է դա, հեռանում եք այդ ապրանքից, այդ ամենից։ Կամ ինչ-որ մարդուց, այսինքն վերջան իր հետ գործ չեք ունենալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 2-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը գաղտնիք կբացահայտվի։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, թե ինչ-որ մեկը այդտեղ կարող է հյուր եք գնում կամ ինքն է գալիս ձեր տուն հյուր։ Եվ գումարի հետ կապված գումար կստանաք, հաղթանակը ձեր օգտին է, օրինակ եթե ինչ-որ վարկ եք դիմել, գումար կտան, եթե պարտքով եք դիմել, գումարը կտան, եթե տնօրինն եք դիմել գումարի համար, հա, ապա եւս գումարը կստանաք։ Կամ հաճախորդը ձեր տրամադրված է ձեզանից գնել այն ինչ որ ուզում է։ Եվ երջանիկ կլինեք, ուրախ կլինեք, բայց մյուս կողմից էլ ինչ որ մի բանից հիասթափվում եք կամ ինչ որ մեկից եք հիասթափվում կամ տխրում։ Մի բանը երջանկացնում է, մյուսը հիասթափեցնում, տխրեցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։